Եվ ասեմ, որ վաղ եւ ուշ մենարխե ասելով, հա, մենք իհարկե պետք է նշենք, որ կախված նրանից, թե տարիքային որ խմբի մասին ենք խոսում, հա, ապա իհարկե տարիքը տարբեր է։ Նո, ենթադրենք, ներկայիս դեռահաս երեխաների համար, աղջիկների համար նորմալ է, որպեսզի առաջի դաշտանը մենարխեն լինի 10-11 մինչև 12 տարեկան։ Այս պահին վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար, իրենց տարիքային խմբի համար նորմալ էր, որ լիներ 13-14-ը, արդեն կլիմակտերիկ տարիքի համար արդեն 15-16-ը, կախված նրանից, թե որ տարիքային խմբի մասին ենք խոսում ներկա պահին, ըստ այնմ էլ արդեն խոսում ենք վաղ մենարխի տարիքների մասին։ Եվ բնականաբար այստեղ ծնողները անչափ ուշադիր պետք է լինեն, որպեսզի բաց չթողնեն այս կարևոր։ Մենք որ անընդհատ ասում ենք նրա մասին, որ ցանկացած դրսևորում կապված դաշտանային պարբերաշրջանի ինչ որ փոփոխությունների հետ, քանակի հետ, ուշացման հետ, թե առաջի դաշտանի հետ, թե հետագայում կանոնավորման հետ, թե ցավոտ դաշտանը, թե բազմաթիվ այլ գանգատներ, որոնք որ կարող են դիտվել մատերի արանքում, ասվել շատ անգամ մեր հանրությանը բնորոշ ձևով կամուսնանաս կանցնի, իրականում այդ ամենը ուշադրության կենտրոնում պետք է լինի, որ մենք չունենանք հորմոն կախյալ արգանդի միոմա։